կրկնել եւ մոլորեցնել։ Իդեպ ես պատահական չեմ համարում, Բարձր կլիմա ես պատահական չեմ համարում, որ մինչև եվրոպական երկրների լիդերների ուրեմն գալը, ահա Թուրքիի հետ այս ուրեմն հանդիպումն է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ այնտեղ շատ մանրամասների ճշգրտման հարցեր են լուծվում հիմա Թուրքիի հետ, փոխվարշապետի հետ, ոնց էր ազգանունը Մուսաֆաև, այո, որպեսզի ավելի պատրաստ ձևով ներկայանա իր արևմտյան ուրեմն տերերին Նիկոլը եւ այսօրվա մեր այսպես մուտացված իշխանություն, այսինքն սրբագրում է, եկել է սրբագրի, այո, կամ միասին սրբագրել, կամ Ալիևի սրբագրած բանը վերել ա տա։ Այնպես չի որ նորեն պայմանավորվելու, իրենք վաղուց, իրենք, այսպես ասեմ, հա, այն գլխից պայմանավորվածությունների մեջ են, մենք շատ լավ գիտենք ինչպես համահունչ են, հա, սրանց քայլերը։ Բոլոր ասպարեզներում, դա եկեղեցի լինի, դա սահմանների հարց լինի, բոլոր հարցերում, գերիների նկատմամբ այդ վերաբերմունքի հարցը։ Հիմա այնպես չի, որ իրենք նոր ինչ-որ ընդհանուր, այսպես համաձայնությունների են գալու։ Համաձայնությունները, ես կարծում եմ, որ կան, ուղղակի վերջին շտրիխներն են, հա, այսպես ճշգրտում, թե ոնց ներկայանան արդեն արևմուտքին, որը վաղը գալու է այստեղ։ Ուրեմն սա այդպես, գիտեք, իսկ ինչ վերաբերում է Անժելա, դուք որ շատ լավ այսպես մի հատ էքսկուրս արեցիք, հա։ Գիտեք ինչ, ես ինձ համար ամենամեծ այսպես ցավը, ամենամեծ ինչ ասեմ, այն պրետենզիան, որ ես ունեմ նախկին իշխանությունների նկատմամբ, նա է, որ իրենք չկարողացան հասկանալ, թե ինչ ճանապարհով է գնում աշխարհի համաշխարհային զարգացումը, թե ինչ է նշանակում գործակալական ցանցերի, հա, այդպես տարածում ամենատարբեր երկրներում, այդ թվում նաև մեր երկրում։ Գիտեք ինչ, դեռ 60-ական թվականներից Միացյալ Նահանգներում ձևավորվում, մշակվում են հոգեբանական պատերազմի բոլոր մանրամասները։ Մեր նկատմամբ այո վաղուց ի վեր հոգեբանական պատերազմը հայտարարված է եւ մենք դա գիտեք ինչ երբ քո վրա գալիս են զենք ու զրահով դու դա տեսնում ես հոգեբանական պատերազմի զենքը անտեսանելի է օրինակ դա կոչվում է այ հոգեբանական պատերազմի տեսության մեջ այդ նախնական պատրաստվածության շրջանը կոչվում է ուրեմն արտ նախապատրաստություն Արտը դա արվեստ բառն է, հա, նախապատրաստել արվեստով։ Այդ բոլոր խեղ կատակությունները, որ մենք էկրանից տեսնում էինք, հա, բոլոր տեսակի ինչ-որ հումորային հաղորդումներ, ռաբիսի այսպես տարածում, հա, որ խեղդում է արդեն մեզ, մեր ժողովուրդը, մանավանդ երիտասարդ սերունդը, մեծ մասամբ չգիտի մեր պոեզիան, չգիտի մեր գրականությունը, ինքնության վերաճանաչման լուրջ խնդրի առաջ ենք մենք կանգնում։ Իսկ դա տարիներ շարունակ արվել է։ Տեսեք մտավորականների որոշակի շերտեր կային, անհատներ կային, որ միշտ այդ հարցը նախկին իշխանությունների ժամանակ էլ բարձրացրել ենք, չէ՞, թե հեռուստատեսությամբ այս ինչ երաժշտություն է հնչում, չէ՞, պետական հեռուստատեսությամբ, այս ինչ հաղորդումներ են, հա, չգիտեմ, հումորի անվան տակ, մարդկանց իջեցնելու այս քաղաքականությունը, այսինքն կներեք լավ նյութ է նախապատրաստվում, այդ հոգեբանական արդեն են մյուս գրողների համար, այնպես որ այս նախապատրաստումը վաղուց է եղել եւ չգիտես ինչու, գիտեք գիտելիքների պակասի հետ եմ ես դա կապում։ Պարտադիր չի որ երկրի ղեկավարը ինքը ամեն ինչ իմանա, բայց ինքը պիտի process-ները կարողանա հասկանալ եւ իր կողքին լինեն մասնագետներ, ովքեր այսպես հա մատնացույց կանեն, որ այստեղ վտանգ կա։ Օրինակ այդ ՀԿ-ների այդ առատությունը, այն գրանտային ծրագրերը, որ արվում էին, հարցեր առաջանում։ Այս մարդիկ այս իրենց փողը չեն ափսոսում, այս ինչ փողեր են ներդնում, հա, ինչ որ մի հատ տարբեր երկրների համար է թվում նաեւ Հայաստանի, որ կանանց նկատմամբ բռնություն, չգիտեմ, մարդու իրավունք, կանանց իրավունք եւ այլն։ Ինչ էին հետապնդում էին այն, ինչին իրենք արդեն հասան։ Այնպես որ հոգեբանական պատերազմը նույնիսկ այսպես տարբեր խմբավորումներ ունի, հա, տեղեկատվական խմբավորում, հոգեվորի վրա ազդելու խմբավորում, մարդկանց հիմարացնելու խմբավորում, այդպես էլ կոչվում է, գիտեք։ Հիմարացնելու, այո։ Այդ բանը, հա, դեբիլիզացիայի, այդպես է կոչվում։ Ես ոչ թե ինչ-որ վիրավորական բառ եմ ասում։ Ինչ-որ բան մտցրել են իրանց ուղեղը եւ ինքը չի էլ ուզում։ Այսինքն այնպիսի վիճակի մեջ դնես մարդուն, որ ինքը այսպես պատի նման մի բան է դառնում, դիտակցությունը կառավարվում